ABC մեդիայի ուղիղ եթերում լուրերի գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևոր լուրերը նախ համառոտ։ Երևանը խոսում է խաղաղության նոր էջից, Բաքուն բացում պատմության կեղծված էջերը, հայերին ներկայացնելով որպես ցեղասպան։ Ովքեր են եկեղեցու բակից ձերբակալված աշակերտները եւ ինչու են դարձել Փաշինյանի հետ միջադեպի մասնակից։ Կրկնվող բախումներ տարբեր վայրերում, ինչու է ՔՊ-ն հայտնվում սկանդալների կենտրոնում եւ ում է ձեռնտու լարված մթնոլորտը։ Երևանի ճանապարհները փորձություն, 90 նոր փակ ճանապարհ եւ նոր խնդիրներ, ինչու է փակվում Սարալանջ-Ավետիսյան հատվածը։ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթի արտահանման Խարկ կղզին։ Երբ իրական ցեղասպանության փաստերը մնում են անպատասխան, դրանց տեղը փորձում են զբաղեցնել հորինված ցեղասպանությունները։ Բաքվում հայերի հետ խաղաղությունը մեղադրելու ռազմավարությամբ են ընկալում։ Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, թե 1918-ի իրադարձությունները պետք է ճանաչվեն որպես հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանություն։ Ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանական հանցագործությունների միջազգային ճանաչումը, նաև արդարադատության վերականգնումը կարևոր են մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում ընդունեն հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված համակարգված էթնիկ զտումների եւ ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ եւ 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն։ Սա պարզապես քարոզչություն չէ, սա հաշվարկված քաղաքականություն է միջազգային հարթակում նարատիվ փոխելու համար։ Երբ արտաքին ճնշումն այսպես հետևողականորեն աճում է, ներսում հնչող խոսքը դառնում է ոչ պակաս որոշիչ։ Հայաստանի իշխանության հռետորաբանությունը հատկապես վերջին շրջանում ընկալվում է ոչ թե որպես դիմադրության, այլ զիջման ազդակ։ Խաղաղության մասին ձևակերպումները, որոնք պետք է ուժեղացնեն դիրքերը, հաճախ ընթերցվում են հակառակ կողմից, որպես պատրաստակամություն հետքայլերի։ Եվ արդյունքում ձևավորվում է վտանգավոր համադրություն, դրսում պահանջներ ու մեղադրանքներ, ներսում խոսույթ, որը չի հակազդում, այլ երբեմն նույնիսկ համընկնում է այդ ճնշումների տրամաբանությանը։ Ինչ է սա նշանակում քաղաքական ու անվտանգային առումով, ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Հրաժարում անկախության հռչակագրից, պատմական արդարության օրակարգից, էթնիկ զտում ձևակերպումից, նույնիսկ ազգային հիշողության կարևոր շերտերից։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպած քաղաքական ուղեգիծը հենց սա է, ասում են քաղաքագետները։ Սա մի ուղի է, որը ըստ Փաշինյանի պետք է փոխի հանրային մտածողությունը եւ կանխի նոր բախումները։ Այդ տրամաբանությունից շեղվելը միանշանակ եւ աներկբա նշանակում է պատերազմ։ Ինչ է կանգնած այս մոտեցման հիմքում, ինչու է վարչապետը հրաժարվում տարիներով ձևավորված քաղաքական եւ արժեքային խոսույթներից, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ ուղին կարող է բերել պատերազմի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մի առիթով ինքը ասել է, ուզում են մեր տարածքով գնան, քուքերը, թող գնան, ինչ է պատահեն։ Այսինքն այս մարդը այս դիրքորոշման, այս դիրքերից է հանդես գալիս, եւ հետաբար դրան հասնելու համար ինքը այդ այսպես խոսույթներն է դրել շրջանառության մեջ, որ հրաժարվել անկախության հռչակագրի հիշատակումից համադրության նախաբանում եւ նման կարգի այլ ուրեմն խոսույթներ։ Մասնագետները պնդում են, անկախության հռչակագրից հրաժարվելը ոչ միայն քաղաքական որոշում է, այլ նաեւ իրավական խնդրահարույց քայլ, որը հակասում է պետականության հիմքերին։ 2021 թվականին Սահմանադրական դատարանը ունի հատուկ որոշում, որտեղ նշել է, որ Սահմանադրության նախաբանը համարվում է անփոփոխելի, այսպես դրույթ է, անփոփոխելի դրույթ է Սահմանադրության մեջ արձանագրված եւ այդ նախաբանը չպետք է փոխվի։ Այսինքն նույնիսկ եթե դա այսպես հարց է ծագում նոր Սահմանադրություն ունենալու, ապա Սահմանադրության նախաբանը, որտեղ հաղում կա տրված անկախության հռչակագրին, դա պետք է մնա։ Պահանջատիրությունից հրաժարվելու այս շղթայում առանցքային է հատկապես հայոց ցեղասպանության ճանաչումից եւ էթնիկ զտում եզրույթից հրաժարվելու օրակարգը։ Վախ կա հանկարծ պատերազմ բերել գլխներից։ Իսկ պանդուխտի հոգեբանությունից հրաժարվելու գաղափարը վարչապետը համարում է նոր ինքնության ձևավորման անհրաժեշտ պայման։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարանք ասենք էթնիկ զտում, իրանք դեր ասցի հայլային ստանանք էթնիկ զտում, հետո ցեղասպանություն, հայլային ցեղասպանություն, հայլային ամեն ինչը հայլային, դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։
Սա արդյոք պատահական հայտարարությունների շարք է, թե հստակ մշակված ռազմավարություն։ Եթե նպատակը միայն ընտրությունում հաղթելը չէ, ապա ո՞րն է վերջնական հանգրվանը։ Տվյալ դեպքում սա արդեն ժխտողականություն չի, հերթական ինքնախոստովանանքն է, պատերազմ սանձազերծելու, կանխորոշված ելքով պատերազմ սանձազերծելու հայ քաղաքացիներին, հազարավոր քաղաքացիների զրկելու կյանքից եւ ինչքից։ Նույնպես դա խոստովանվեց վերջերս ինչ որ զոհությունների կանխամտածման ավանդակ։ Իշխանությունը հետևողականորեն հեռանում է իրեն իրենց անունով կոչելու քաղաքականությունից եւ ցանկացած պահանջատիրական խոսույթ ներկայացնում ռիսկային։ Նա ասում է, եկեք հրաժարվենք այդ ամենից նաեւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այսպես հետամուտ լինելուց, ըստ որում դա հիշատակված է անկախության հռչակագրում, որովհետեւ մենք մեր հարևանների հետ, մասնավորապես Թուրքիայի եւ նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման Ադրբեջանի հետ ունենանք բարի դրացիական հարաբերություններ հիմնականում կրկնում եմ շեշտը դնելով առևտրատնտեսական կապերի վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համազգային նպատակները ստորադասում է առևտրատնտեսական կապերի։ Սա է նրա մոտեցումը։ Քաղաքագետը շեշտում է, որ ցեղասպանություն եզրույթի կիրառումը ոչ թե չափազանցություն է, այլ իրողության ճշգրիտ գնահատում։ Իսկ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրենը բացատրում է, թե ինչից են հրաժարվում։ Ցեղասպանությունը դա հանցագործություն է, որ ենթադրում է պատիժ, ունի հետևանքներ։ Ցեղասպանությունը դա մարդու իրավունքների խոշորագույն խախտում է մեկ մեծ համայնքի կամ խմբի նկատմամբ իրագործված։ Ի վերջո ցեղասպանությունը նաև միջազգային օրենքով է կանխվում կամ պատժվում։ Մինչ վարչապետը ազգային նոր դիմագիծ կառուցելով է զբաղված, ընթացքում հրաժարվելով այս կամ այն խոսույթից, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջում է 1918 թվականի իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն, որը իբր իրականացրել են հայերը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Բայց այս խոսույթը միայն արտաքին քաղաքականության դաշտում չէ, որ հետևանքներ է ունենում։ Նույն լարվածությունը աստիճանաբար տեղափոխվում է նաև երկրի ներս, արդեն վերածվելով կոնկրետ միջադեպերի։ Երևանում Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքը հենց այդ մթնոլորտի արտահայտություններից մեկն է։ Միջադեպից անմիջապես հետո քրեական վարույթ է նախաձեռնվել երկու հոդվածներով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Ինչ է տեղի ունեցել, ովքեր են ձերբակալված անչափահասները, Անիա Բաղյանն է ներկայացնում։ Վերջին շրջանում իշխանականների եւ քաղաքացիների միջև միջադեպերը կոնֆլիկտային դրվագները հաճախակի են դարձել։ Այս շղթայի վերջին դեպքը Սուրբ Աննայի բակում տեղի ունեցածներ, որից հետո դպրոցական եղբայրներ ձերբակալվեցին։ Նրանց կալանավորելու որոշում սակայն դեռ չկա։ Եթե նման միջադեպերը կրկնվում են տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում, արդյոք իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում կանխատեսել ու կանխել նման զարգացումները։ Եվ եթե կանխատեսում են, ապա ինչու են շարունակում նույն ձևաչափով այցելությունները առանց լարվածությունը նվազեցնելու փորձի։ Դրանք լավագույնս ցույց են տալիս, թե ինչքան հեռու է Փաշինյանը ժողովրդավարական արժեքներից, թե ինչպես ենք եւ իր թիմակիցները արձագանքում այդ միջադեպերին, կարծում եմ մեր քաղաքացիները դա տեսնում են։ Սովորական հավատացյալ մարդը եկեղեցի գնալուց առաջ պիտի մտածի այսինչ եկեղեցին դիրադավերի առաջարկած եւ Փաշինյանի առաջարկած տեքստով է պատարակ մատուցելու թե ոչ, արդեն իսկ ուղեղում չտեղավորվող ահավոր իրողություն է։ Պատգամավորը համոզված է, նման հանդիպումները ոչ միայն չեն հանգուցալուծում խնդիրները, այլ երբեմն էլ ավելի են սրում իրավիճակը։ Նրանց գնահատմամբ իշխանականների ներկայությունն ինքնին դառնում է նյարդային ֆոն ստեղծող գործոն, իսկ շփման ձևը հաճախ ընկալվում է որպես սադրող հանգամանք։ Փաշինյանը բնականաբար շատ լավ գիտեր, ինչպես հարցում նշեցիք, որ Սուրբ Աննայում հնչեցվելու է Գաղափար Հայրապետի անունը, ինչպես եւ կարգն է, ուստի ինքը այդ գործողությունը անելիս հստակ գիտակցում էր, թե ինչ միջադեպեր կարող են լինել, հետեւաբար դրանց պատասխանատվությունը 100%-ով իր վրա է։ Մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները պնդում են, իրենք բախվում են կազմակերպված դիմադրության եւ սադրանքների, իսկ միջադեպերի սրումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Մարդասպան, մարդագեր, առնախում եւ սրբապիղծ կլանի սաննել իրենց նման պետք է լինի։ Եկեղեցում վարչապետին
հարվածելու փորձի դրվագը իր բնույթով հստակորեն արձագանքում է կամ արձանագրում է, թե ինչի մասին է առնախումների կլանը։ Այնուամենայնիվ նման բախումներից հետո հաճախ մարդկանց բերման են ենթարկում, իրավական գործընթացներ են սկսվում, ինչն էլ նոր լարվածություն է առաջացնում հասարակության մեջ, խորացնելով անվստահությունը։ Նպատակն ըստ մասնագետի հանրությանը ճնշելն ու վախեցնելն է։ Հատուկ եկել եմ Մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում։ Հատուկ եկել է իր ներկայությամբ սադրելու մարդկանց, որոնք ընդամենը պատարագի էին եկել։ Եկել է մարդկանց վատություն անելու, եկել է տոնը փչացնելու, եկել է մթնոլորտը հերթական անգամ թունավորելու, երբ ինքն ու իր մի քանիսը ծաղրում են ընդդիմության հիմնական դերակատարներին, հաստատ գիտի, չէ՞, որ նրանք ունեն շատ մեծ ընտրազանգված եւ 100 հազարավոր քաղաքացիների համար նրանք հեղինակություններ են։ Ինքը գիտի, որ ուղիղ վիրավորում է այդ 100 հազարներին։ Դրանից հետո ինչ ռեակցիա է սպասում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ երկու տարբերակ է մատնանշում, երկուսն էլ հավանական է համարում։ Կամ իշխանության ներկայացուցիչները կտրվել են իրականությունից ու չեն պատկերացնում, որ իրենք այլևս ընդունված չեն հասարակության կողմից, կամ էլ ամեն բան դիտավորություն է եւ ուզում են ինչ որ միջոցներով զրկել ընդդիմությանը ընտրությանը մասնակցելու հնարավորությունից։ Իրենք շատ լավ հասկանում են, որ պարտություն այս ընտրություններում դա կարող է իսկապես բավականին լուրջ ազդեցություն ունենալ իրենց սեփական անվտանգության վրա, իրենց հետագա ճակատագրերի վրա։ Այդ իսկ պատճառով հիմա քանի դեռ իրենց ոստիկանության կամ իրենց ուժայինների պաշտպանության տակ են, առայժմ նման դրսևորումներ են իրենց թույլ տալիս։ Հակոբյանը նշում է, քաղաքացիական պայմանագրի հետ հանդիպումներին ներկա մարդիկ էլ բերված են տարբեր տեղերից։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին մոտենում է Փաշինյանին ու ներկայանում Բաքվի գերությունից վերջերս վերադարձած Գևորգ Սուջյանի հորաքույր։ Որ մեզ տղային վերադարձրիք, շատ ուրախ ենք ձեզ համար, գիտենք։ Սուջյանն ավելի ուշ հերքել էր տեղեկությունն ու գրել, որ չի ճանաչում իր հորաքույր ներկայացած կնոջը։ Սդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բայց ներքին լարվածությունը միայն առանձին դեպքերով չի սահմանափակվում։ Վերջին շրջանում նման միջադեպերը կարծես ձևավորում են մի ամբողջ շղթա տարբեր վայրերում, տարբեր ձևերով, բայց նույն բովանդակությամբ։ Իշխանություն, հասարակություն շփումը աստիճանաբար ավելի է հեռանում կառուցողական դաշտից, տեղը զիջելով կոշտ բախումների, փոխադարձ մեղադրանքների ու անվստահության։ Ինչ է կատարվում իրականում եւ ում է ձեռնտու լարված մթնոլորտը, Սեդամ Մակարյանն է փորձել պարզել։ Ավագ դպրոցի աշակերտներ Միքայել եւ Դավիթ Մինասյանները կիրակնորյա պատարագի էին գնացել։ Ծաղկազարդի խորհրդին հաղորդակից դառնալու ակնկալիքով էին Սուրբ Աննա եկեղեցում, մինչդեռ հայտնվեցին քաշքշուկի մեջ։ Այնպիսի քաշքշուկ, որի կենտրոնում վարչապետ Փաշինյանն էր։ Ականատեսներից մեկը, որ չցանկացավ հրապարակել անունը, մեծ զրույցում պատմեց. եկեղեցին բազմամարդ էր եւ տեղաշարժվելու խնդիր կար։ Պատարագից ուշացած եկան Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնյաներ։ Հավատացյալներին աջ ու ձախ հրելով հասան խորանի դիմաց։ Կպահի ձեր սրտերն ու մտածումները Քրիստոս Հիսուսով։ Պատարագի ընթացքում հնչեց վեհափառի անունը, հաջորդեց ավետարանից ընթերցումը, որի ժամանակ էլ Փաշինյանը որոշեց դուրս գալ Լեփլեցուն եկեղեցուց։ Թիկնապահներն էլ սկսեցին ճանապարհ բացել հավատացյալներին աջ ու ձախ հրելու եղանակով։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ըստ փաստաբանի ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Ծաղկազարդի կիրակին միայն դրանով չէր յուրահատուկ իրենց համար։ Նրանք եկեղեցուց ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեցին։ Քննչական կոմիտեից ABC Media-ին հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հրաժարվել են ցուցմունք տալուց, սակայն ամեն դեպքում պաշտպանական կողմը հայտարարում է եւ երեխաներն են հայտարարություն արել, որ որևէ առնչություն այն կասկածանքի հետ, այսինքն որևէ հանցակազմ պարունակող գործողություն իրենց կողմից չի կատարվել։ Ավագ դպրոցի աշակերտներն առողջական լուրջ խնդիրներ ունեն, նշում է փաստաբանը։ Մարտիրոսյանի խոսքով Դավիթը սրտի եւ գլխի խնդիր ունի։ Միքայելի առողջական խնդիրների վերաբերյալ մանրամասներ չհայտնեց։ Այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ ու այս պահին այս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Եղբայրներից Դավիթը ծնոտի հատվածում ցավեր ուներ։
հարվածել են։ Դատաբժշկական փորձաքննության էին տարել այսօր։ Ծնողները հոգեբանական ծանր վիճակում են։ Աշակերտ որդիներն առանց վերահսկողության եւ բուժման ԶՊՎ-ում չեն կարող պահվել։ Ծնողների մտահոգությունն ու վիճակը փաստաբաններ ներկայացնում։ Յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան, գիտեք, բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Ձերբակալված եղբայրները Երևանի Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ են։ Փաստաբանները բնութագրերն էին պահանջել աշակերտների մասին։ Միջնակարգ դպրոցում են իրար հետ սովորել, նաև ավագ դպրոցում են իրար հետ հիմա սովորում։ Սա միջնակարգ դպրոցից տնօրենից եւ դասղեկից արդեն ստացել ենք։ Միջնակարգ դպրոցի, որը որ արդեն ավարտել են երեխեքը, տնօրենի եւ դասղեկի բնութագրերն էին, իսկ ավագ դպրոցին արդեն խնդրել ենք, հարցում ենք արել, որպեսզի պատասխանեն։ Սեղանին ավագ դպրոցի աշակերտների գովասանագրերն ու պատվոգրերն են դրել։ Եկեղեցու բակից ձերբակալված աշակերտներին կապում են քաղաքական տարբեր կուսակցությունների հետ։ Մինչդեռ փաստաբանը պնդում է, նրանք եւ ընտանիքի անդամները երբեք որևէ կուսակցության անդամ չեն եղել։ Աշակերտներին այսօր այցելել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրությունում գրասենյակից նշում են, արդյունքները կամփոփվեն եւ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Նկատենք, աշակերտների առողջական վիճակի մասին որևէ անդրադարձ չկար պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ Մայրաքաղաքում աշխատանքային շաբաթը սկսվել է 9 բալանոց խցանումով ու բազմաթիվ վթարներով։ Անդրևը կրկին կատվածահար էր արել Երևանի երթևեկությունն ու անդրևաջրով լցրել փոսերը։ Վաղ առավոտից բազմաթիվ տեսանյութեր ենք ստանում մեր հետևորդներից։ Դիտենք առանց մեկնաբանության։ Օվկիանոս Pro Max Իսկ փոսերը լցնելու փոխարեն քաղաքապետարանը որոշել է 3 ամսով փակել Սարալանջ Ավետիսյան հատվածը նորոգման համար։ Այդ ընթացքում երթևեկության ծանրաբեռնվածությունն ընկնելու է հարակից փողոցների վրա, որոնք մեղմ ասած փոսառատ են։ Քաղաքը պատրաստ է արդյոք նման փոփոխության, ռեպորտաժում։ Վիկտոր Համբարձումյան փողոցն է։ Մեքենաները փորձում են շրջանցել ամեն մետրին հանդիպող խոր փոսերը։ Գործն ավելի է բարդանում անձրևներից հետո, երբ փոսերը ջրով են լցվում։ Հենց այս հատվածով են վարորդները 90 օր շարունակ շրջանցելու Ավետիսյան փողոցն ու մտնելու Սարալանջ։ Ապրիլի 3-ից 3 ամսով փակվում է Ավետիսյան փողոցը Վաղաշյանի խաչմերուկից մինչև Փափազյան խաչմերուկ։ Այլընտրեք Վիկտոր Համբարձումյան փողոցը հիմա կկատարվի փոսելուծման աշխատանքներ են եղանակը։ Արևային լինի մի քիչ անդրևներ վերանան, մինչև փողոցը փակելը կողքի փողոցը Վիկտոր Համբարձումյանը ամբողջությամբ փոսելուծման աշխատանքներ կկատարվի, որպեսզի այդտեղով կարողանան երթևեկել։ Մինչ քաղաքապետարանից սպասում են անձրևային սեզոնի ավարտին, տարածքի բնակիչներն իրենք են լցնում փոսերը։ Մեր զրուցակիցը, որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, փողոցում մի քանի փոս էր ծածկել։ Ծանրաբեռնված փողոցի երթևեկությունը փոսառատ Վիկտոր Համբարձումյան տեղափոխելը ավելի մեծ խցանում է առաջացնելու, բայց վարորդներն անգամ տեղյակ չէին, որ Ավետիսյանը Սարալանջին միացնող հատվածը փակվելու է։ Տեղյակ եք, որ այս ճանապարհը փակելու են 90 օրով։ Ոչ։ Իսկ տարբերակ ունեք շրջանցելու։ Ո՞նց եք շրջանցելու։ Կշրջանցեք։ Խորհրդային շրջանից մնացած ջեռուցման ստորգետնյա համակարգերն են պատճառը, որ խաչմերուկից խաչմերուկ ընկած այս փոքրիկ հատվածը 90 օր փակ է լինելու, պարզաբանում է քաղաքապետարանի պաշտոնյան։ Ջեռուցման համակարգի
խրամուղիները բավական խորությամբ, ռուսերեն ասված ցիկլոտրասաները, որտեղ անընդհատ փլուզումներ են կատարվում եւ դրա պատճառով հրատապ հիմնանորոգման հարցը բացվել այդ փողոցի վրա։ 173 միլիոն դրամ է համայնքային իշխանությունը ծախսելու վերանորոգման աշխատանքների համար։ Վերականգնման աշխատանքն իրականացնելու է Լևշին ընկերությունը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մերձավոր արևելքի լարվածությունը հասել է Հայաստան նախազգուշական գործողություններով։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր դասերը կանցկացվեն հեռավար։ Համալսարանի տարածած հայտարարության համաձայն սա պարզապես կանխարգելիչ միջոցառում է։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Արևմտյան Ասիայի եւ Մերձավոր արևելքի ամերիկյան համալսարանները այսուհետ դիտարկվում են օրինական թիրախներ։ Մերձավոր արևելքում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին նոր կորուստների մասին են հայտնում իրանական աղբյուրները։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանկսիրիի մահվան մասին։ Միաժամանակ հայտնել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների եւ ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիային։ Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 գործողության շրջանակում Իսրայելի ուղղությամբ արձակել է արդեն 86-րդ հրթիռային ալիքը։ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լուրջ բանակցություններ է վարում, ինչպես ինքն է ասում, Իրանի նոր ու ողջամիտ կառավարության հետ, եւ կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է հարվածել նավթային եւ էներգետիկ ենթակառուցվածքներին, եթե համաձայնագիրը ձախողվի, եւ Հորմուզի նեղուցը անմիջապես չվերաբացվի։ Իրանի խորհրդարանի նոր օրենքի համաձայն Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի, հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդին Բորուջերդին։ Իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում թույլ տալ Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Ռուբիոյի խոսքով, եթե այժմ Իրանի իշխանության գլուխը նոր մարդիկ լինեն, ապագայի ավելի ողջամիտ տեսլականով դա լավ լուր կլինի ամբողջ աշխարհի համար։ Ինչ է կատարվում ԱՄՆ-Իսրայել-Իրան ճակատում ռեպորտաժում։ Մերձավոր արևելքում ընթացող Միացյալ Նահանգներ-Իրան պատերազմն ավելի խորքային է, քան լուսաբանվում ու խոսվում է լրատվամիջոցների առաջին էջերում։ Առաջին հայացքից խոսվում է միջուկային ծրագրի եւ ռազմական լարվածության մասին, սակայն իրականում պատահածը շատ ավելի լայն ու բազմաշերտ խնդիր է։ Այս պատերազմի հիմքում կանգնած են ռազմավարական, քաղաքական ու աշխարհաքաղաքական շահեր, որոնք պատմական խորություն ունեն։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն ընդգծում է, պատերազմը ղեկավարում են երկու հիմնական խաղացողները՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, որոնք չնայած համակարգված են գործում, բայց ունեն տարբեր ռազմավարական նպատակներ։ Միացյալ Նահանգների պարագայում ըստ էության հիմնական նպատակը Իրանում վարչակարգի փոփոխություններ եւ ասեմ այսպես խամաճիկ վարչակարգի նշանակումը կամ մեկ այլ սցենար այնպիսին ինչպիսին Վենեսուելայում տեղի ունեցավ, ապա Իսրայելի նպատակը չեմ կարծում, թե միայն իշխանափոխությունն է Իրանի ներսում։ Ոսկանյանի խոսքով իսրայելական կողմը ձգտում է Իրանը մատնել ներքին անկայունության, հնարավորության դեպքում ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ այս երկիրը կտրոհվի եւ ի վերջո կդադարի որևէ առումով աշխարհաքաղաքական մրցակից կամ հակառակորդ լինել։ Հետևաբար կողմերի վերջնական նպատակները բավականին տարբեր են։ Միացյալ Նահանգներում կան նպատակների որոշակի շփոթ եւ դա գալիս է ինչպես ասում են հողի վրա եղած իրավիճակից, որովհետև եթե սկզբնապես հայտարարվում էր 3 կամ 4 հիմնական նպատակ, դա այն է, որ Իրանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն, Իրանը չպետք է ունենա միջուկային ծրագիր, Իրանը պետք է նկատելիորեն կրճատի կամ ամբողջապես վերացնի իր հրթիռային ծրագիրը եւ Իրանը պետք է դադարի աջակցել տարածաշրջանի իրանամետ ուժերին, ապա հիմա թվում է թե հիմնական խնդիրը դարձել Միացյալ Նահանգների համար Հորմուզի նեղուցի բացում, այսինքն իրանցիները փոխել են ըստ էության պատերազմի ընթացքը եւ
հարձակողական պաշտպանությամբ փակելով եւ կառավարելով Հորմուզի նեղուցը ըստ էության խնդիրը տարել այլ ուղղությամբ։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով առաջին հայացքից թվում է, որ խնդիրն Իրանի միջուկային ծրագիրն է կամ Իրան-Իսրայել հարաբերությունները, սակայն իրականում սա գերտերությունների պայքար է հեգեմոնիայի համար։ Եվ եթե մենք գնում ենք դեպի տեսություններ, նաև տեսնում ենք, որ թեպետ առաջին հայացքից կա տպավորություն, որ ինչ որ կրոնական կամ քաղաքակրթական ենթատեքստ կա, սակայն այս տպավորությունը արագ կարելի է, այսպես ասենք, չեզոքացնել, եթե տեսնենք օրինակ Թուրքիայի դիրքորոշումը հակամարտության մեջ, որ ունի սիտուատիվ շահեր Իրանի հետ, օրինակ այլ արաբական երկրների կամ խմբավորումների շահեր։ Պողոսյանը բացատրում է, որ մեծ ուժերը Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այստեղ իրենց դիրքերը կարգավորելու համար են։ Նրանց գործիքներն ու ռազմավարությունը տարբեր են, բայց նպատակն ընդհանուր է՝ վերահսկել ուժային բալանսը Մերձավոր Արևելքում։ Այստեղ Չինաստան, Միացյալ Նահանգներ, ապագա հակամարտությունն է, ես կարծում եմ առանցքը, որին Միացյալ Նահանգները բավականին այսպես ակտիվորեն պատրաստվում է։ Իսկ այդ հակամարտությունը այս պահին մենք տեսնում ենք տնտեսական տարբեր գործիքների միջոցով, սանկցիոն քաղաքականության միջոցով Միացյալ Նահանգների, դաշնակիցների վերաձևման միջոցով, ուժային բալանսի փոփոխման կամ փոփոխման նպատակի միջոցով, ինչը խոսում է ոչ թե զուտ քաղաքակրթական խնդիրների կամ կրոնական խնդիրների մասին, այլ խոսում է մեծ հեգեմոնների միջև հնարավոր առճակատման մասին։ Փորձագետները նկատում են, որ պատերազմը տեղափոխվել է Հորմուզի նեղուցը վերահսկելու եւ տնտեսական գործիքներ ու պատժամիջոցներ գործածելու ուղղությամբ։ Իրանը օգտագործում է շիա համայնքների ազդեցությունը Մերձավոր Արևելյան դիրքերը ամրապնդելու համար, իսկ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները փորձում են փոխել ուժային հավասարակշռությունը, ապագայում սեփական շահերին առավել հարիր վիճակ ստեղծելու համար։ Այդուամենայնիվ փորձագետները համոզված են, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միավորվելն Իրանին ծնկի բերելու համար դժվար է եւ ռազմավարական նպատակներին հասնելը ներկա փուլում գրեթե անհնար է։ Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։